Եթե ձեզ համոզել են, որ եկեղեցին իրենց հորդուքյանն է, ինձ ոչ մեկ դա չի կարող համոզի։ Ուղղակի ամոթ է, ժողովուրդ ջան, ամոթ է, խայտառակություն է։ Ես չգիտեմ, դուք բանը այն մարդիկ, ովքեր որ այս ամեն ինչի նկատմամբ լուռ են, ամոթ չեն ամաչում։ Դուք ես չգիտեմ։ Պարոն Բաբայան, ձեզ համար ընդունելի է, որ Ստեփան Ասատրյանի հետ աշխարհիկ մարդիկ մտնում են ավանդատունը դուրս են գալիս։ Իմ համար ընդունելի չի, որ մարդիկ կարան կոչվեն սրբազան ու գնան իրանց քեռու կնոջ հետ, չգիտեմ, ինչ որ մարդկանց հետ։ Այս անմեղության կարգավարկածը ինչու չեք բացի այլ աշխարհիկ մարդիկ մտնում են ավանդատուն։ Ձեզ համար սա ընդունելի է թե չէ։ Ասում եմ, իմ համար այդտեղ աշխարհիկ մարդիկ չեն եղել։ Ով ասել աշխարհիկ մարդիկ։ Մնացածին անուններով չեն կարող ասել, բայց Գնել Սարգսյանը ամեն դեպքում դուրս է։ Ես ասում եմ հետեւյալ, ես ասում եմ, որ այն մարդիկ, որոնք սրբապղծությամբ են զբաղված եւ մեր եկեղեցու կանոնագրքի բազմաթիվ կետեր խախտել են, ես դրա գիտակ չեմ, բայց ինչքանով որ ծանոթացել եմ, այդ կետերը գոնե խախտված են, կարող է էլի խախտված կետեր։ Դուք եք ավանդատունը մտնելու։ Դուք եք ավանդատուն պատրաստվում մտնել։ Իհարկե ոչ։ Այդ դեպքում ինչու մյուսները մտան։ Ես չգիտեմ ով է մտել, ով չի մտել։ Ես ասում եմ, ինձ համար գերխնդիրը հետևյալն է, որ այն մարդիկ, որոնք որ հայ առաքելական եկեղեցին իրանց վարքագիծը սրբապղծությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այդ եկեղեցու գրած կանոնագրքով, իրանք ոչ միայն եկեղեցական չեն կարող լինել, իրանք պետք է գնան եւ աշխարհիկ կյանքով ապրեն, ինչը շատ նորմալ աշխարհիկ մարդիկ կարող են աշխարհիկ կյանքով ապրել եւ այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում եւ ընդհակառակը ես օրինակ զարմանում եւ ամոթ եմ ամաչում, որ նույնիսկ կա մարդ, որը նորմալ է վերաբերվում դրան, էլ այսինքն դա նորմալ բան է, հա, կներեք։ Իրոք նորմալ բան եք դուք համարում։ Ես նորմալ չեմ համարում, ես եկեղեցինել պարակտեցինք սևերի սպիտակների, սենց պարակտելով ուր ենք գնում։ Եկեղեցու ղեկավարությունը հիմա հերթով տամ հարցեր, օրինակ կարող է ունենալ օրինակ մի քանի երեխա։ Ես արքեպիսկոպոսը կամ իսկ դուք ինչու սպասեցիք որ Նիկոլ Փաշինյանը։ Չէ, ես հարց եմ տալիս։ Կարող է ունենալ մի քանի երեխա։ Ես եմ ձեզ հարցեր տալիս։ Հիմա ես եկեղեցինել բաժանեցի սևերի հիշեցի։ Սենց պարակտելով ուր ենք գնում։ Ասում եմ իմ հարցին կպատասխանեք։ Դուք որ իմացաք կաթողիկոսը դրժել է ուխտը։ Ինչու մինչ այդ չեք խոսում, ինչու մինչ այդ չեք, որ դուք իմացաք, ես մինչ այդ չգիտեի։ Չգիտեք, Նիկոլ Փաշինյանը ասեց նոր իմացաք, ու այն ժամանակ որոշեցիք քայլ անել։ Լավ, սենց պարակտելով ուր ենք գնալու։ Այսինքն եկեղեցին բաժանել սևերի սպիտակների, հավատացյալների, ոչ հավատացյալների։ Կներեք, ով է պարակտում եկեղեցին։ Եկեղեցին պարակտում է այն մարդը, ով որ կներեք, էլի բանը պետքա ուխտադրժության բոլոր այդ բաները մակարդակները հնարավոր եւ անհնար խախտելա ու պղծելա, այդ մարդն է եկեղեցին պարակտում, այդ մարդն է ժողովրդին եկեղեցից հեռացնում, թե մենք որ ընդհակառակը ասում ենք այդպեսին չպիտի լինի մեր եկեղեցին։ Հետո էլ ուրիշ անգամները գիտեք, ասում եք բան է, այլ եկեղեցական ճյուղերը զարգանում են, մարդիկ են իրենց մեջ ներգրավում եւ այլն։ Իսկ կարող է այդ պատճառները այս բաների մեջ, այս կարող է այս գործողությունն է, որ հենց պիտի բերի եկեղեցու մաքրման եւ մեր ժողովրդին բերի եկեղեցի, որովհետեւ կան բաներ, այդպես տաբուներ կան, չէ, չխոսելու մասին։ Մենք ինչ-որ բաների մասին չենք խոսում, որովհետև չի կարելի ամոթ է, որ եւ այլն, բայց որոնց արդյունքում մենք այդ ինստիտուտները պղծում ենք, փչացնում ենք ու հետո էլ այդպես բաներ ենք, ճոռոմա բանություններով ենք զբաղվում, ներողություն եմ խնդրում, էլի ասում ենք, այ ես օրինակ, այս մեր ժողովուրդը հեռացել է եկեղեցուց։ Կներեք, բա ժողովուրդը ոնց չհեռանա այն մարդկանցից, այդ եկեղեցուց չի հեռացել, այդ մարդկանցից է հեռացել, որոնք որ սրբապղծություններ են անում։ Այսինքն այստեղ խնդիրն է անում, որ եթե եկեղեցուց չի հեռացել, բայց դե եկեղեցում սրբապղծությամբ մարդիկ են, ապա բնականաբար ժողովրդի եւ եկեղեցու կապի մեջ տեսակ ստացվում է անդունդ, ստացվում է ինչ-որ պատնեշ, որը պետք է մեկ հարց տամ, էլի Նիկոլ Փաշինյանն է արդար թե Աստված։ Անկեղծ հարց եմ տալիս ես պարոն Բաբայան։ Ես փիլիսոփայական հարցերի չեմ պատասխանում եւ սրա
Սա այդ տեղը չի եւ արդարության մասին մեր պատկերացումները կարող են տարբեր լինել եւ ես կարող եմ ասել, որ երկու դեպքում էլ ես մի դեպքում տեսել եմ մարդու արդարություն, մեկ այլ դեպքում բնականաբար աստվածային արդարություն եւ այստեղ ով է արդարը ձեզ համար։ Ես ասում եմ տեսել եք այդ մարդու եւ տեսել եք Աստծո, ով է ամենաարդարը, Աստված թե այդպիսի հարցեր չի կարելի տալ։ Ես ասում եմ, որ արդարության ընկալումները մեզանից յուրաքանչյուրի մեջ կարող են բնականաբար տարբեր լինել, բայց որպես անձ, որպես մարդ նյութական էակ, ես կարող եմ ասել, որ վարչապետի հետ իմ աշխատանքային փորձառությամբ ինքը շատ արդար մարդ է, բայց աստվածային արդարություն դա լրիվ ուրիշ մակարդակի եւ դա լրիվ ուրիշ խոսակցության մարդ է։ Ներողություն, դուք նոր տեսակետներ Դուք նշեցիք, որ եկեղեցական օրենքներին այդքան էլ լավ չեք տիրապետում, այնքանով ինչքանով տիրապետում։ Մենք այստեղ հավաքված քաղաքացիներից, երբ փորձում ենք հարցազրույց վերցնել, գրեթե բոլորը նույնն են ասում, այնքանով որքանով են տեղյակ։ Այս կոնտեքստում դուք ճիշտ եք, նորմալ եք համարում բարոյա լքել, բարոյա զրկել մեր կներեք, հիմա մեր հոգևոր արժեքները բարոյալքում են այն մարդիկ, որոնք որ չպետք է ունենային երեխաներ, բայց ունեն, որոնք որ չպետք է բարձրացան հոգևորականները, չպետք է հետապնդեին ընդհանրենք տղա երեխաներին եւ որոշակի ոտնձգություններ անային, ինչպես հայտնի հոլովակումով, որով որ եւ որևէ մեկը չասես այդպիսի բան չկա, չպետք է օրինակ իրենց հարազատների հետ սեռական կներեք, իրենց հարազատների հետ սեռական հարաբերությունների մեջ ունենալ։ Հիմա մեղության կանխավարկածը չեք պահում, դատապարտել են ձեր գործընկերները, ես հիմա ասում եմ, ես էլ եմ դատապարտել, ասում եմ, այդպիսի բաներ անող մարդիկ, այդպիսի բաներ անող մարդիկ, ուրեմն իրենք մեր ժողովրդին հեռացնում են եկեղեցուց, որը ամենամեծ վատությունն է, որը հնարավոր էր Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդի եւ հայ առաքելական եկեղեցուն տալ։ Այստեղ գիտեք, ես ուղղակի չգիտեմ դուք ոնց եք ձեր մեջ ուժ գտնում այդ հարցերը մեզ տալու, որովհետև ուղղակի ամոթ է, էլի, այն հակառակ, չէ, հակառակ այդ բանը, էլի, այդ հակափաստարկները, որ փորձում եք գտնել, ուղղակի հակառակ կողմում այնքան, այսինքն դուք հիմա սրբապղծությունը փորձում եք բերել եկեղեցու փրկության հետ դնել մի բանի մեջ, ձեզ երևի թվում է, որ մենք հարց ենք տալիս, մենք ինչ-որ մեկի կողմնակիցն ենք կամ պաշտպանում ենք, մենք մարդիկ ենք, ովքեր հարության ձայն են բարձրաձայնում, եւ մենք պարտավոր ենք ձեզ հարցեր տալ, որոնք ձեզ հաճելի չեն։ Այդպիսի ձայնը ուղղակի ամոթ է, ժողովուրդ, ամոթ է։ Դուք հիմա լրացնում եք մամուլի ձայնը, ինչպես նաեւ ժողովրդի ձայնը նախորդ Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի անվտանգության բնավ, պարոն Պապյան, ես բնավ չեմ ջղայնանում, մի փորձեք իմ իրավիճակ ստեղծել, որ ես ջղայնացած եմ, ես շատ բարությամբ լցված այստեղ կանգնած եմ, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը քաղաքացուն լրացնելով դուրս հանեց եկեղեցուց, դա էր ժողովրդավարությունը կամ դա է ճիշտ ձևը։ Գիտեք, ժողովրդավարությունը մի բան է, երբ որ օրինակ հավաքվում է պայմանական 2000 հոգի, մի հոգի չի կարող 2000 հոգու իրավունքները խանգարել։ Ժողովրդավարություն հենց դա է։ Ժողովրդավարությունը շատ կոնկրետ գործիքներ ունի, որոնցով կարող է իրեն պաշտպանել։ Օրինակ, աշխարհում ամենաժողովրդավարական երկրները, ասենք ենթադրենք Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Շվեդիա, դուք կարող եք ինչ ուզեք անեք։ Որևէ մեկը, որևէ շվեդ կարող է։ Բայց այնտեղ քաղաքացու բերանը փակելով հանում են եկեղեցուց դուրս։ Այնտեղ, որտեղ որ 2000 հոգի եւ 1 հոգի է եւ 1 հոգին 2000 հոգու իրավունքները խախտում, հա, ժողովրդավարություն հենց դրանով է ժողովրդավարություն։ Իրավունք խախտել, երբ որ քաղաքացին կարծիք է հայտնում, պարոն Պապոյան։ Մի խանգարեք, մի ջղայնացեք, հանգիստ խոսում ենք։ Քաղաքացին կարծիքը հայտնում է դա։ Մի լրացեք, ազատ խոսքը թողեք խոսեմ հիմա։ Բայց ես ո՞նց կարող եմ Դե որ փորձում եք մի լրացեք, ազատ խոսքը, մայր ջան, չեք թողում, որ ես խոսեմ, դուք դրանով թողնում ենք, հիմա էլ պարոն փորձում եք ճիշտ եք։ Ես ասում եմ, այնտեղ որտեղ կա 2000 հոգու իրավունք եւ կա 1 հոգի, բոլոր ժողովրդավարական երկրներում որևէ 1 հոգի չի կարող 2000 հոգու իրավունքը խախտել։
դա բացառվում է, այդպիսի բան գոյություն չունի։ Այսինքն 1 հոգին 10 հոգին։ Չէ, ասում եմ 2001, դա ինչպես նախորդ շաբաթ ա եղել։ Նախորդ շաբաթ մեր շատ սիրելի մեկ քաղաքացի փորձում էր խանգարել եկեղեցու մեջ, որպեսզի 2000 հոգի պատարակ լսեն։ Ես չեք ունենում շփվել ձեր սիրելի լրագրողներին բացատրում եմ, ես հիմա մեր սիրելի լրագրողներին բացատրում եմ, որ Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Իսլանդիայում, որևէ այլ եւ Հայաստանում այդպիսի ժողովրդավարական երկրներում այդպիսի բաներ թույլ չի կարող տալ ժողովրդավարությունը, որ 1 հոգին 2000 հոգու իրավունքը ոտնահարի։ Այ դա հենց ոտնահարես, դա կոչվում է արդեն ավտորիտարիզմ։